Ազգերի քաղաքացիներ եւ ազգային մասնակիցներ։ Մենք խնդրում ենք եւ ողջունում ենք ձեզ, որպեսզի դուք զերծ մնաք անօրինական քայլերից, որովհետեւ քաղաքապետարանում ընթանում է բնականոն աշխատանքներ։ Հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի ձեռնարկել համապատասխան քայլեր, որպեսզի դուք չկատարեք անօրինական գործողություններ։ Նորից ու նորից խնդրում ենք եւ ողջունում ենք զերծ մնաք այնպիսի քայլերից, որպեսզի չխոչընդոտեք քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։ Խնդրում ենք նատաշեք քայլերը, եկել հայտարարել, որ մեր քայլերը չեն անօրինական։ Մենք բոլոր քայլերին նկատել եղել իրավունքի դերակատարություն եւ մեր ակցիաները եղել են խաղաղ, ոչ մի պայքարի սկզբունքներով առաջնորդող ակցիաներ։ Այսօր մենք որևէ կոնկրետ ակցիա չենք նախատեսում, մենք պարզապես մասնակցել ենք Երևանի ավականու նիստին, որը որ Հայաստանի Հանրապետության դեմոկրատիական կառավարման ծրագրով բացել է Շատ հաճելի է, շնորհակալություն, որ իրար հասկացանք, շատ հաճելի է, շնորհակալություն եւ մենք ուշադրություն կունենանք, որպեսզի գործողությունը չլինի ավելի շատ շնորհակալություն։ Առանց որևէ հիմնավորման եւ օրենքի փոխմանելու պարզապես տարբերել կենտրոնի ոստիկանական բաժան։ Ես խնդրեմ, որ գործեք միմիայն օրենքով, հիմնավորեք ձեր գործողությունները փոխմանելու օրենքի եւ հանրայք ծառայեք հանրային շահերին։ Հարգելի քաղաքացի, ոստիկանությունը միշտ գործել օրենքի սահմաններում եւ անօրինական ոչ մի գործողություն չի տվել։ Երևանի քաղաքապետարանը փորձեց ուժի մեջ մտցնել հասարակության հաշվին գեշահույթ ստացող գծադեր օլիգարխների շահերը պաշտպանող ապօրինի որոշումը, որի համաձայն Երևանի տրանսպորտի ուղևորցը 100 դրամից դառնալու էր 150 դրամ։ Ուղևորցի թանկացումն առաջացրեց բողոքի հսկայական ալիք հանրության լայն շրջանակներում, ինչի հետևանքով քաղաքապետարանը ստիպված եղավ ժամանակավորապես կասեցնել տվյալ որոշումը։ Քանի որ որոշումն ընդամենը կասեցված է, ոչ թե չեղյալ հայտարարված, մի շարք քաղաքացիներ շուրջ 45 օր անժամկետ նստացույց են անում, պահանջելով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ Երևան տրանսի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնակությունը, քանի որ վերջիններս ոչ միայն հանդիսանում են ապօրինի որոշման կայացման անմիջական պատասխանատուներ, այլ նաև իրենց մանկլավիկների հետ խաղաղ ցուցարարների դեմ ցուցաբերեցին սանձարձակ փողոցային խուժանին բնորոշ վարքագիծ, հայհոյելով եւ ծեծի ենթարկելով բողոքի ակցիայի մասնակիցների։ Հունվարին սպասվող հանրային տրանսպորտի թանկացումների համար արդեն ձևավորվել է կեղծ հանձնաժողով, որում որոշիչ դեր ունեն նշված պաշտոնյաները։ Հետևաբար, այս պաշտոնյաների օր առաջ հեռացումը խիստ կարևոր է։ Ցավալիորեն քաղաքապետարանը եւ պետական իշխանության այլ կառույցներ, մասնավորապես ոստիկանությունը, այս անգամ էլ մնացին օլիգարխիայի եւ կոռումպացված պաշտոնյաների շահերը սպասարկողի կարգավիճակով եւ ամեն կերպ սկսեցին ճնշել հանրության արդարացի պահանջը, բարձրացրած քաղաքացիների։ Արդյունքում ավելի քան 50 քաղաքացիներ արդեն բռնի կերպով բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ առանց իրավական հիմնավորման։ Ավելին, վերջին շրջանում ոստիկանության անգործության եւ թողտվության պայմաններում այդ ճնշիչ գործունեության մեջ են ներգրավել վերոնշյալ պաշտոնյաների որդիները եւ մանկլավիկները, ովքեր ինքնադատաստանի սկզբունքով քաղաքապետարանի մերձակա տարածքներում ծեծի ու բռնության են ենթարկել նստացույցի աջակիցներից արդեն 7 հոգու։ Քանի որ առ այսօր ավականին լռում է եւ չի հայտնում իր դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ, մենք ցանկանում ենք մասնակցել ավականու նիստին եւ պահանջել, որ այս հարցը մտնի ավականու օրակարգ եւ ավականու անդամներից յուրաքանչյուրը հայտնի իր դիրքորոշումը։ Ավականու նիստը դռնբաց է, ուրեմն ցանկացած ոք ով ուզում է մասնակցել նիստին, կարող է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ մոտ գործել, եւ երկրորդը լրագրողներին կխնդրենք մոտենալ ավականու անդամներին եւ յուրաքանչյուրից պահանջել դիրքորոշում։ Հիմա որ եթե միջոցառում ես իրականացնելով ոչ մի վերազորություն Այսինքն մերժում եք։ Ես մերժում եմ եղած հնարավորությունները ներկայացնելով դահլիճի
սահմանափակ հնարավորություններ վերջին հաշվով եթե ձեր հայտը նախապես մենք ստանանք վերջին հաշվով մեր աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին չենք հրավիրի այսօր հիմա այս բանին հնարավոր չի պահանջել իրականություն ստերակ եք ընդհանրապես ավականունից ունի սահմանափակ դալիճ վերջին հաշվով կանի ոչին այս բանին ցուցակագրված վերջին հաշվով ակտիվիստներից կարող է քաղաքացիներից կարող է հնարավորություն տալ դե մենք ձեզ կարգն ենք բացատրում օրենքով սահմանված կարգ որպես Երևանի քաղաքացի Երևանի բնայք ընտրելով ավականու անդամ իրավունք ունեն ցանկացած բանի վերաբերող հարցեր ես կարող եմ հանդես գալ հարցի հայտնել լսել ինչ հավաքվում է դուք հաստատի մեջ եք մենք իրավունք քանի որ նա Ստատուսով բացատրում ձեր Ավականին է մեզ հաշվելու, ոչ թե մենք ենք իրեն հաշվելու, ավականին է մեզ հաշվելու, ինքը չպիտի ցանկանա մեզ ընդունել, պարտավոր է։ Մենք ինչ ենք առաջարկում, դալիճում, որտեղ արդեն իսկ աշխատանքները սկսվել է ավականում, մենք մի զանգված, ասենք, անենք, որ դուք տեղավորվեք։ Ոչ, մենք կկանգնենք 7-ից 10 դուք ուրեմն ապահովեք այդտեղ։ Ինչ է նշանակում ավականում նիստի հաշվետվությունը փակում է։ Վերջին հաշվով արդեն իսկ հերթական նիստերը սկսվելու են։ Մենք այսօր ենք համապատասխան խմբակցություն Մենք այսօր մենք ունենք այսօր սա իրավունքն է, այսինքն գործերը թողելու մեկը որ մասնակցում ինչ եք առաջարկում։ Կամ տրամադրեք մեզ դրանից։ Կամ դուք փաստորեն ընդունում եք, որ ոտնահարում եք մեր իրավունքները։ Ուրեմն տրամադրեք դրանից։ Մենք առաջնորդում ենք գործողորենսդրությամբ։ Որտեղ գործողորենսդրությունը ասում է, որ բաց է եւ ես կարող եմ մասնակցել։ Տրամադրեք մեզ դրանից։ Ասում է, որ համապատասխան խմբակցություն կամ Նրանք իրար չեն հակասում, այդ դրույթները իրար չեն հակասում։ Խմբակցությունից կարող է մասնակցել։ Բայց խմբակցությունից կարող է հրավիրել, բայց եթե չեն հրավիրում, միևնույն է դրմբաց է։ Միևնույն է դրմբաց։ Դուք դիմել եք այս նիստի Ոչ չենք կարող եմ չդիմել մի խմբակցության, 3 խմբակցություն։ Կարող եմ ոչ մի խմբակցությանը չուզեմ դիմել եւ միևնույն է ցանկանամ մասնակցել, հասկանում եք։ Մեկը մյուսին չի հակասում, չի բացառում։ Այդ ընթացակարգը ինչը դուք եք այսօր ցանկանում, չի տարբեր բաներ են։ Ոչ մեկ չի հակասում։ Փոփոխություն մտցնելու դեպքում ձեր պահանջեն։ Ոչ, մենք հենց կարդում ենք օրենսդրությունը եւ առաջնորդվում ենք օրենսդրությամբ։ Երևի թե իրավաբան է։ Ոչ։ Բայց ամենից նույնիսկ հասկանում 4-րդ կետը ես էլ եմ ընդունում դեպքս, բայց 7-րդ կետը։ Բայց դրանք ընդհանրակարգ է սա։ 7-րդ կետը չի ասում, որ 4-րդ կետը միայն կարող է իրականացվել, եթե լինի հրավեր։ Նրանք իրար չեն հակասում։ Մենք կարող ենք դիմել խմբակցությունների, կարող ենք չդիմել։ Մենք հիմա չենք հնարավորություն։ Կա 4-րդ կետն ասում է, որ նիստը դրմբաց է։ Եվ մենք ցանկություն ունենք մասնակցելու նիստին։ Եվ դա կապված է այն հանգամանքի հետ, որ մենք 45 օր շարունակ այստեղ պահանջ ենք հնչեցնում, որին քաղաքապետարանը որևէ կերպ չի արձագանքում։ Մենք որպես Երևանի քաղաքապետարներ ցանկանում ենք այդ հարցը հնչեցնել մեր իսկ կողմից ընտրված ավականու նիստին։ Հիմա մենք ցանկանում ենք ներսում հնչեցնել։ Դուք մեզ մի ասեք։ Մենք տեղեկացված Այդ ձեր իրավունքն է մասնակցությունը, բայց ընդհանրակարգը խնդրում եմ ձեզ նշտացել, որպեսզի մենք իրացնենք մեր իրավունքը։ Մոտեցեք եւ ձեր հայտը տվեք խմբակցության ղեկավարներից, որից է մոտիկ։ Համապատասխան ընդհանրակարգը չեն կարող էլ հիմա այս բանին ապահովել, ասվել է ավականու նիստը։ Որ օրենքով մենք չենք կարող 11-ը, քանի օր առաջ պետք է դրանցի հավաքած Ես սկզբունքորեն իմ ասելիք ասեցի թույլ տվեք ես զբաղցան։ Այսինքն որ այստեղ ինչով պահանջին տեղյակ կարող եք դիրքորոշում Դիրքորոշումը ես հրապարակում Այո, հրապարակային ինչու պարտավոր չէ, դուք համայնքային ծառայող եք, դուք պարտավոր եք ունենալ դիրքորոշում, որը առնչվում է հանրային շահին։ Դուք կարող եք դիրքորոշում հայտնել մեր բարձրացրած խնդրի վերաբերյալ։ Իշխնելու նպատակը մեկ այլ բան է, հա։ Դուք հրավիրեցիք, որ
Որովհետև մենք օրենքով սահմանված կարգով իրավունք ունենք մասնակցելու ավականու նիստին եւ պատրաստում ենք մասնակցել։ Ես Հարգելի ոստիկան, դուք պարտավոր եք այստեղ։ Աղաղակի շահը օրենքի Չեն թվում, գնանք մենք էլ փորձում ենք Ուրեմն հարգելի լրագրող, լրագրողին միջով չեն դոսել, սովորեք նով։ Ես որտեղով քայլ եմ նկարել չեմ հասկանում։ Ոփերով։ Ես կարա։ Իրոմե են կոմկունա որտեղով քայլ։ Նիստի եմ, լրագրող եմ։ Հանգիստ գալիս մի ոչ են դոտեն։ Մի Լրագրողներ, խնդրում եմ մի բան Դուք բնակարար սահմանափակում եք ինքեր ներկայացեք։ Ոչ են դոտում եմ բնականոն աշխատանքին, բոլորով նկարահանել եք շնորհակալություն։ Դրկետակ ես 172 հոդվածի համար։ Ինչ 172 հոդվածի Դուրս եկեք երթևեկելի մասից, խնդրում եմ, հարգելի լրագրող։ Մի խոչու դոտ, ուրեմն մի խոչու դոտ։ Մի արդու։ Հարգելի քաղաքացիներ, պարոն կապիտան, ինչի համար եք տանում։ Ինչի համար եք տանում, մի րոպե։ Ինչի համար եք տանում։ երթևեկելի Իրավական ակտեր ներկայացեք։ Դուք ծառայում եք ժողովրդի, ոչ թե իշխանավորներին ամոթացեք։ Ով ասաց պատասխանատու։ Մեր տղեկ ես գնում եմ մասնակցելու նիստին հարգելիս։ Հարգելի ոստիկանը, դուք իրավունք չունեք մեզ երկ չթողելու։ Հասկսելու եք ժամը շարունակել։ Այս տվեք։ Բանի որպեսի դուք ձենը բարձր։ Պարոն կապիտան, դու ձեր թույլտալով չի։ Ես կարգի եմ Ես դիպված եմ ձեր վրա գորամ, քանի որ Ես ինչ եմ անել։ Լսում ենք, իրավական նիստ չկա ձեր ոչ մի բանի մեջ։ Մի րոպե ինձ ասեք ով հրամանատար, ես բանակցել։ Ով հրամանատարը։ Հրամանատար չկա։ Քաղաքապետ 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 չկա։ Ինչ համար դուք կանգնած, ով է դες ասես թե կանգնեք։ Ով է ասել, պարոն լեյտենանտ, ով է ասես թե կանգնեք։ Ձեզ ով է ասել որ դες կանգնեք։ Ձեզ ով է ասես թե կանգնեք։
դուք եք կանգնել, ինչ Արգելի քաղաքացիներ, մի խոչընդոտեք ոստիկաններին։ Ոստիկանները խոչընդոտում են ազատ տեղաշարժը քաղաքացիների։ Դգորան երբ կուզեմ, ու դա ինձ հասնեք երբ կուզեմ, շատ բան եք անում։ Դուք եք կանգնած իր ճանապարհին։ Արգելիս ոստիկանին մի դիպչեք։ Դուք եք դիպչեք։ Դուք եք իր ճանապարհին, դուք չեք։ Ոստիկանություն, հայքս հայտարարություն։ Ոստիկանություն, հայքս հայտարարություն։ Շղթան բաց է կլը։ Ճանապարհ։ Դեկացեք իվանը։ Մինոպե բանը խոսում, բանը տարեցել, մինոպե խոսում։ Ես գալիս եմ մինոպե խոսում։ Խոսում եք, որ Ապորինի տանում է։ Ապորինի առևանգում է։ Ոչ մի օրինական հիմք չեն ներկայացնում ոստիկանները։ Ինչ ասում եմ։ Ոչ մի իրավական հիմք չեն ներկայացնում։ Դու ուղղակի տալելու։ Ոչ մի Զատկամայական որոշումների գործողությունը ոչ մի օրինական պահանջը չուներ։ Ոչ մեկ չի կայացել։ Մատեր պահանջում ենք իշտենք, պահանջում ենք դե։ Չեմ իջնել, ես չեմ իջնել։ Արգելի լրագրողներ, խնդրում եմ իջեք ներքև։ Իջեք ներքև։ Իջեք ներքև։ Եք խախտում, օրենք եք խախտում, մի հրեք։ Պահեք, իջեք ներքև, բոլորը իջեք։ Արգելի, Մի խոչընդոտեք։ Ձերքից ձերք պահեք։ չեմ գնալ։ Չեմ գնալ, ես։ Լրագրողներ, մի խոչընդոտեք։ Պահեք, կլորը։ Ես բան գնացեք։ Կասեք ինչ հիմքով եք տանում։ Կասեք ինչ հիմքով եք տանում։ Դուրս եկեք։ Դուրս եկեք։ Ինչ հիմքով ճանապարհից դուրս եկեք։ Ճանապարհից բոլորը դուրս եկեք։ Ոստիկանությունը հրավիրելու գործառույթ չունի, կամացեք։ Ոստիկանությունը հրավիրելու գործառույթ խոչընդոտ։ Աղարի ինձ աշխատել։ Ուրեմն ճանապարհից դուրս եկեք։ Ուրեմն լսեք ձեր օրենսգրքի 11-րդ հոդվածն է բացում։ Ես ձեր հոդված։ Լսեք ես ճանապարհից մտածել եմ այլ տեղաշարժվելու Բարձացեք վերև Ուրեմն բարձացեք չի բարձացեք ձեր աշխատանքը մայթերում բարձացեք ճանապարհին Նոր ոստիկանից մեկի ոտքին կպահել է նայեք սեր Ապես 10 հոգի, այսինքն մեծ տեխնիկական խնդիր իրանց մոտ դա չէր առաջացնելու։ Essa bana, Ariane Snanakov, in the Catholic,